Պարոն Կարապետյան, տեսեք, Սահմանադրական դատարանի մոտ իշխանության ներկայացուցիչները հիմնական այս պնդումն են անում, տեսեք, ասում են, եթե իսկապես ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեք, դուրս եկեք փողոց։ Եվ ընդդիմության մեջ էլ տեսակետ կա, որ եթե այս ահռելի ճնշումներն են եղել հատկապես ձեր ուժի նկատմամբ, ինչու հունիսի 8-ին ոտքի չկանգնեցին եւ ցույց չտվեցին, որ իրենք այո ընդվզելու են եւ պայքարել են իրենց ձայների համար։ Ամեն ինչ դեռ առջևում է, հիմա մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո որոշենք մեր հետագա քայլերը։ Բայց ինչ եք ակնկալում դատարանից, որը նշանակվել է ՔՊԻ կողմից։ Ակնկալում ենք երկրորդ փուլ։ Բայց պարոն Կարապետյան, քաղաքագետներն ասում են, որ այդ դեպքում իշխանության շանսերը ավելի է մեծանալու երկրորդ փուլ գնալու պարագայում։ Իշխանությունը ոչ ունեցել է շանս, ոչ էլ կունենա։ Պարոն Կարապետյան, ընտրախախտումներով ինչ որ թվեր են նկարել, ինչը հիմա Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ապացուցում է։ Պարոն Կարապետյան, հերթական ձայնագրություն է հրապարակվել, որտեղ անձամբ ձեր անունը կա նշված, ձայնագրության։ Կարևորը ձեզ չձայնագրեն, իմ անունը խնդիր չի։ Չամադանով գումար եք բաժանել։ Ինչու են ձեր անունը շրջանառում այդ ձայնագրությունների մեջ, որովհետև Գեղամ անունով մի տղա ասում է, որ գնամ, անձամբ ճանաչում է, ասում է, որ գնամ փողեր ա տալու, սա ինչպես Չամադանով գումար եք բաժանելու, այդպես անշվում։ Դե գոնե իմանանք Գեղամնով է։ Ասում որ ձեր հետ շատ մոտիկ է, մի բան էլ ասում եք ինչի չի գալիս, ինչի ամաչում։ Դուք Դե ուրա, գտեք բերեք Գեղամին, ես չգիտեմ ում մասին։ Պարոն Կարապետյան, դուք միտում տեսնում եք, հնարավոր է այդ քաղաքացիներին։ Ոչ, ինչի սա պետք է լսել։ ինչու դատի չեք տալիս հակակոռուպցիոնին, որ ձեր Պարոն կուսակցությունը Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք։ Բայց արդեն հարյուրավոր այդպիսի ձայնագրություն, հարյուրավոր չէ, լավ, տասնյակ բազմաթիվ Ինձ թվում է դուք էլ եք հոգնել, մենք էլ ենք հոգնել, իրենց միակ շանսը ժողովրդին բժշկցրին այդ ձայնագրություններով, իրենց գործը արեցին։ Ես քանից հետո դուք եք բողոքարկում ընտրությունների արդյունքները։ Այսպես զանգվածային ընտրակաշառքների Միայն մենք իրավունք ունենք բողոքարկել։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում Արդարադատության նախարարը, որը ԿՊ ներկայացուցիչն է Սահմանադրական դատարանում, ասեց աղաղակող համատարած խախտումներ են եղել։ Երբ որ ես հարցադրում հղեցի, իսկ այդ պարագայում ինչի՞ չեք բողոքարկում ընտրությունները, ասեց, որովհետև ընտրողն արդեն իր քվեով ապացուցեց, որ մենք արժանի ենք ընտրվել։ Մոտավոր էս տեքստով, էլի։ Դե կյանքն էլ ցույց կտա, իրենք արժանի են, թե չէ, մի քիչ համբեր ենք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը կարծես չի դադարում Իրենք ձեր։ ամեն օր մեր երկիրը տանելու են կործանման։ Դուք դա կտեսնեք ձեր աչքերով։ Դրանից հետո մեր ժողովուրդը իր խոսքը կասի։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը չի դադարում ձեր եւ ընդդիմության մյուս լիդերների նկատմամբ այս սպառնալիքներ տարածել ձեր վերաբերյալ, ասում է տասնյակներով, տասնամյակներով բանտում են լինելու ունե զրկելու է, դες ինչպես եք պատկերացնում ձեզ ունե զրկելու այս process-ը, ենթադրում եմ, որ դա պետք է իրավական ինչ-որ process լինի եւ Դուք պատկերացնում եք դա։ Դուք անձամբ։ Դուք ձեր պատկերացումների մասին խոսում պարոն Կարապետյան, իսկ տասնամյակներով Ինձ մա ինքն էլ չի պատկերացնում, դա էլ չի պատկերացնում։ Խոսում է, էլի։ Մի բան այդ մարդը 8 տարի խոսում է, հիմա մի քիչ էլ խոսի։ Բայց տեսնում եք, չէ՞ կալանավորումներ համատարած, պարոն Կարապետյան, դատական համակարգը, դատավորները կալանավորում են Միայն դրանով իրենք կարողանում են արդարացնել իրենց ապօրինությունները, բժշկցնեն ժողովրդին, խապեն իրենց ստերով, ցույց տան, որ իրենք հաղթել են, իրենք լավ գիտեն, որ չեն հաղթել։ Պարոն Կարապետյան, դուք 340,000 քվե ունեք, ինչու այդ մարդկանց չեք գեներացնում դուրս գան փողոց, եթե կարծում եք ընտրություններն անարդար են եղել։ Բայց ինչ գիտեք չեն գեներացում։ Դա ուր է այդ գործընթացը, ներողությունը, ընտրություններից անցել է արդեն։ Գեներացնելը դա ժամանակի հետ է կախված։ Կգեներացնենք մի օր դուրս կգան։ Այսպիսի կարծիքներ կան, ասում են գործարք է եղել այդ մարդկանց հետ, իշխանությունն է ասում։ Փողը վերցրել են, գնացել ընտրել են, հիմա ասում են ոչ մի կապ չկա այդ Դուք հիմա մարդկանց։ ամենալավագույն լրագրողներից մեկն եք։ Կարող եք մեկ փաստ։ Դուք հիշում եք, ես ինչ եմ ասել, այդ ընտրակաշառքերով գոնե մեկ փաստ, այդ բոլոր լրագրողներով կարող եք հայտնաբերեք մեկ մարդ,
ու մենք փող ենք տվել։ Դե ձայնագրությունները ձեզ համար ինչ-որ փաստ չեն, որ հստակ Ձայնագրությունները ձեզ համար են անում, մեզ համար դրանք փաստ չեն։ Ձեզ համար հետաքրքիր է լսեք։ Բայց ձեր թիմակիցներից փորձել եք հետաքրքրվել այդ ձայնագրություններ են ու միջև են այդ մարդիկ ովքեր են, ինչ են խոսում, ինչու են խոսում, այդ ինչ փողի թեմա է։ Դա այսպես անձնական հա ձեր հետաքրքրությունը չկեն բավարարելու։ Հիմա եթե ձեր հարևանին ձայնագրեն, ձեզ հետաքրքիր է։ Դե այնտեղ ձեր թիմակիցների անունները տալիս, գումարի անունները տալիս։ Ապորինի ձայնագրում են։ Ինչ ասում է դատարանի որոշումներով ենք ձայնագրում։ Դե կյանքը ցույց կտա, Արեգ։ Պարոն Կարապետյան, Ամեն ինչ կհայտնաբերենք, բոլորը պատասխանատվության կենտարկվեն, թե ձայնագրողները, թե անողները, թե ընտրություններ կեղծողները, մի վռազեք։ Պարոն Կարապետյան, տեսեք, բացի են որ տեսակետներ են հնչում փողոցային պայքարի վերաբերյալ, փորձագիտական, մասնագիտական շրջանակները նաև նշում են, որ հնարավոր է փողոց մղելը, նաև այդ թվում իշխանության կողմից ձեր ուժին փողոց մղելը ունենա այն նպատակը, որ ձեզ ռեպրեսիաներով ճնշեն ու այսպես մեջտեղից հանեն, փաստացի ստացվի այն, որ լեգիտիմությունը, որը չեն ստացել, բացարձակ լեգիտիմությունը, որը չեն ստացել ընտրություններով, արդեն ստանան փողոցում ամրապնդեն, ձեզ մեջտեղից, այսպես ասած, հանելով, իզոլացնելով։ Այս վերսիային ինչպես եք վերաբերվում, չեք վախենա փողոց դուրս գալ։ Իշխանությունները ոչ մի շանս չունեն մեզ մեջտեղից հանեն։ Բացարձակ, ինչ ուզում անեն։ Լավ, ընդհանուր առմամբ դուք կհավատայիք, որ թիվ 1 բարեգործը, որը նաև այս իշխանություններն չեն հերքել ժամանակին, ձեռք սեղմումով ամրապնդել են այդ փաստը, այս ոճով կկարողանային ուրանալ ձեր արածը երկրի համար, կկարողանային այսպես մոռացության տալ։ Իրենք ուրացան 10 միլիոն հայ ժողովրդի արածը, իմ արածը խիտ չպետք է ուրանան։ Նայեք ինչ վիճակի են գցել 10 միլիոն հայ ժողովրդի, 7 միլիոն հայությանը ամբողջությամբ կտրեցին Հայաստանից, 3 միլիոն հայության տանում են աղքատացման։ Հիմա ես մասնավոր անձ եմ, ինչի համար չուրանան իմ արածները։ Հիմա որ չստացվեց վարչապետ դառնաք, ձեր մյուս բոլոր Իսկ ինչ գիտեք չստացվեց։ հրաժարվեք, թե չեք ընտրվել։ Միգուցե սահմանադրական դատարանը ամսի 4-ին որոշում է, որ ես եմ վարչապետ։ Դուք հրաժարվեք։ Մի քիչ Վարդևանյանը որ գաստա, դենց էլ կլինի։ Մյուս քաղաքացիություններից կհրաժարվեք, շարունակեք, թե կփոշմանեք։ Ինչից։ Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունները։ Ժորժան, դա մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի։ Հիմա ամեն օր դուք կարող եք ձեր անձնագիրը նվիրեք մեր ընկերուն։ Պետք է նվիրեմ։ Բայց ինչի պետք է ձեզ ամեն օր պատասխանել։ Ես հայտարարություն քաղաքական հայտարարություն եմ արել, ես ասել եմ, որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք։ Միակ պատճառը դա է, միակ պայմանը դա է, այսինքն միայն Հայաստանի քաղաքացի լինելու, ուրիշ դեպքում դուք պատրաստ չեք միայն Հայաստանի քաղաքացի լինել։ Արեք, մենք սկսենք process-ը։ Դրա համար ամեն օր դրա մասին հարց տալը, արդեն ես գնահատում եմ լուրջ չի։ Ես չեմ կարող ձեզ ամեն օր նույն բանը ասել։ Դուք վերջնական պատասխանեք այդ հարցին, որ անտար չտանք, դիմումներ ներկայացրել եք։ Դե լսեք, վերջնական պատասխանեմ Վարդևանյան, թե չէ։ Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողի, ես գնամ ամենակիչը այդ դեսպանատները, դիմում, եթե ես Վարդևանյանին դիմում գրել եմ։ Հիմա Վարդևանյանը դրանով ինչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։ Չեք կարող ոստիկանների ուղեկցությամբ։ Դատարան նման միջնորդություններ պատասխանել։ Դուք ներկա եք բոլոր դատական նիստերին, տեսնում եք բոլոր մեր պահանջները, տեսնում եք իշխանությունների վախերը, դրա համար հիմա ամեն օր նույն բանը, դա ունի օրինական քայլեր, օրինական քայլերից առաջինը պետք է գնա դեսպանություն դիմում գրել։
ես։ Քոչարյանի հետ հանդիպել եք, ճիշտ է, որ ձեր առաջարկից հետո որ պետք է ընդդիմադիր դաշինք ձևավորվի, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել։ Չէ, չեմ հանդիպել Քոչարյանի։ Ձեր գաղտնի պլանի մասին մի փոքր կբացահայտեք, դա ինչ է ընդհանրում։ Գաղտնի կասեմ, գաղտնի պլանը գաղտնի են ասում, Գաղտնի պլանի բարձրաձայնում։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանի հետ կապված ժամանակին ձեր եկեղեցու պաշտպանության վերաբերյալ հայտարարությունը հիմք հանդիսացավ, որ կալանավոր են ձեր ձևով միջամտելու։ Հիմա էլ գաղտնի պլանի մասին եք խոսում։ Մտավախություն չկա, որ տնային կալանքից կտեղափոխվեք կրկին ԱԱԾ։ Հիմա ինձ ոչ մի մտավախություն չկա։ Մենք հիմա գլխավոր հարցը դրել ենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Դա ինչքան ժամանակում է։ Հիմա նայեք, եթե մեզ դա չի հաջողվում, Փաշինյանը հեռացնում է 3 միլիոն հայ ժողովրդին Հայաստանից։ Հիմա դուք կողմնորոշվեք։ Ավելի լավ չի մենք իրեն հեռացնենք բոլորս միասին։ Բայց այդ 3 միլիոնից 700-ը իր կողմից։ Ընտրություններով կարծես թե չհաջողվեց։ Հիմա դուք փողոցով եք Հիմա դուք պատկերացնում։ էլ չեք հավատում ձեր ասածը։ Դա ընտրություններով չհաջողվեց, փողոցով եք պատկերացնում։ Հրապարակած տվյալները Թե չեք կայ հրապարակած կայ նախագահի վիճակը նայեք սահմանադրական դատարան։ Թե նայեք գնահատեք։ Ես լավ չեմ գնահատում։ Պարոն Կարապետյան, ռուսական աջակցության մասին Ստացած պարոն Կարապետյան։ Իսկ ինչ գիտեք այն 300-ը մեզանից չեն գողացել։ Պետք է գնահատենք։ Պարոն Կարապետյան, ասում եք 1.5 միլիոնը օգնեց, որպեսզի Փաշինյանը դառնա վարչապետ ու դուք չանցաք, այսպես չընտրվեցիք վարչապետ, ինչ նկատի ունեք։ Ինչպես օգնեց։ Դե այդ հարցին պատասխանել եմ։ Խաբեցին։ Ինչպես խաբեցին։ Հմուտ խաբեցին։ Խոսք են տվել ձեզ ընտրելու պարոն Կարապետյան։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանը արդյոք փողոցային լայն գործողություններ պարունակում է, թե ոչ։ Նարեկ, ես արդեն ասել եմ, մեր հաջորդ քայլը սահմանադրականից հետո լինելու է համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին։ Քայլ եկեք ասեմ, հիմա համախմբելու ենք։ Դրանից հետո կլինի հաջորդ քայլը։ Դուք տեսնեք, միշտ հնարավոր է շատ ենք հանդիպելու այստեղ, դրա համար միշտ Պարոն հնարավոր Կարապետյան, մի ճշգրտում էլի, քանի որ ռուսական աջակցության այս պատմությունը հասավ սահմանադրական դատարան եւ դատավորներից մեկը ինչ որ ակնարկով հասկացրեց, որ Ռուսաստանն էլ փաստացի աջակցել է քաղաքական ուժերից մեկին, ըստ երևույթին հավանաբար ձեզ նկատի ունելով, թե ուղիղ էլ ասած, կարծեմ, այդ աջակցությունը միֆ է, իրականություն է, ինչի մասին են խոսում բոլորը։ Դե դուք ներկա եք եղել ամբողջ process-ին, դուք տեսել եք ինչ որ աջակցություն, գոնե ամենամինիմում աջակցություն։ Ռուսական անձնագրովը ընտրություններին մասնակցողը դուք չէիք Վլադիմիր Պուտինի նշած, որ ասեց ունեն քաղաքացիների եւ կուզեինք, որ իրենք մասնակցեին։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ է ասել, ում է նկատի ունեցել, Ես լուրեր նայում եմ, տեսել եմ ինչ է ասել Վլադիմիր Պուտինը, բայց ում է նկատի ունեցել Քանի չգիտեմ։ հոգու գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաեւ Ռուսաստանի անձնագիր կներ, պարոն Կարապետյան։ Միայն մեր կուսակցությունից երևի մի 20 հոգի ունեն։ Ռուսական անձնագիր եւ նրանք տեխնացուներ էին։ Ոչ։ Ես էլ տեխնացու չեմ։ Պարոն Կարապետյան, Եվրոպայի կողմից աջակցության խոսքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հավասար պայմաններ ստեղծելու մասին, այսպես խոսքը հավասար նժարների վրա պետք է դնել։ Գիտեք ինչ։ Մենք պետք է հայ ժողովրդի ասածները նժարի վրա դնենք։ Հիմա տարբեր երկրներ տարբեր հայտարարություններ են անում։ Դրանից մենք Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամեն օր տուժվում է։ Այսինքն ինչի համար մենք պետք է գնահատական տանք եվրոպական երկրների ղեկավարների հայտարարություններին, Ռուսաստանի ղեկավարների հայտարարությանը, մենք պետք է նշանակության տանք հայ ժողովրդի ընտրությանը։ Եվ պարոն Կարապետյան, հենց այս համատեքստում դատարանում եւ դատարանից դուրս ես նկատեցի, որ պարբերաբար նայում եք հեռախոսի էկրանին, որտեղ ձեր թորնիկի լուսանկարն է։ Ինչ ապագա եք երազում ձեր թորնիկի համար։ Պայծառ ապագա։ Ինչպիսի Հայաստան։ Ուժեղ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ սպասում եք սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո ձեր նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Չէ, մեր նպատակը ամեն օր է։ Այսօր էլ է, վաղն էլ է։ Կա ձեր պլաններում կարողանաք հեռացնել, դա կլինի փողոցով, ինչ է պարոն Կարապետյան։ Մենք պայքարելու ենք բոլոր օրինական ձևերով։ Ինչի կարիքը տվյալ պահին կլինի ու մենք գնահատենք, որ դրանով կունենանք հաջողություն,
գնալու ենք այդ քայլին, բացառություն չկա։ Դիմադիր առաջնորդ դարձավ պարոն Կարապետյան, պես եք սպասում։ Դուք ուրիշ բանի սպասեք։ Պարոն Կարապետյան, եթե այդ Լավ բանի սպասեք։ Դիմադիր դիմադիր առաջնորդ չէ։ Դե էլ մենք տեսնենք կառավարություն ոնց կձևավորվի, նայենք, հետևենք, հետաքրքիր է։ դուք շարունակելու եք ներդրումները, պարոն Կարապետյան։ Իհարկե։ Հիմա ինչ ոլորտում եք ներդրումներ անում։ Շուտով ձեզ կհրավիրենք երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք, դուք եք տեսնեք, սա մեր երկիրն է, բացարձակ կապ չունի։ Փաշինյանը ընդամենը տուրիստ է։ Ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք։ Քիչ էլի Հայաստանում ապրել։ Դե հիմա կտեսնենք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի Արարատ ցեմենտ է, հա, կարծես ուզում խլի հերթով պետականացում է դիմադիների այսպես ընկերությունները հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ մեկից ոչ մի բան չի կարողանալու խլի։ Ժամանակավոր ոգևորություն։ ցեմենտն է, պարոն Կարապետյան։ Հեծը խլել է։ Ասում վերցրեցին արդեն։ Դե վերցրեցին գնացեք նայեք էցի վիճակը։ Վերցել են տեսեք ինչ է Ասում վթարված կատարվում։ խողովակներ են Ռոմանով Պետրոսյանը, մալուխներ եւ էլեկտրալարեր մեզ թողել։ Ինչ արել։ Փտած էլեկտրալարեր։ Պատկերացնում եք մեզ ինչ էին թողել, բա իրեն գիտեին մի հատ Mercedes-ա կանգնած նստելու են ու քշեն։ Դե տեսան ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում։ Հիմա գնացեք նայեք։ Պարոն Կարապետյան, վերջում դիմեք ձեզ ընտրողներին, որոնք սպասում են ինչ-որ քայլերի ձեզնից։ Մեր ընտրողները ուժեղ են, իրենց քայլը կանեն, երբ դրա կարիքը լինի, դուք մի կասկածեք։ Պարոն Կարապետյան, իսկ առանձին հարցազրույց հնարավոր է ձեր հետ։ Դե դուք ունեք։ Իհարկե, չէ, մենք չունենք ընտրյալ։ Կտակ ինձ հարցազրույց։ Անպայման։